5-րդ ալիքի ուղիղ եթերում օրագիրն է, բարև ձեզ։ Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեկջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, թեև վերջինը ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի հատկացվում։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Վերջինս այլևս չի կարողանում քայլել, իսկ բժիշկների կողմից նշանակված դեղորայքը նրան պարզապես չի հատկացվում։ Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր քիչ անց 11:30-ին։ Հիշեցնենք, որ կալանքի միջնորդությունը քննվել է ավելի քան 15 ժամ։ Իսկ ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ախմեդովը Ադրբեջանի դպրոցներից մեկում նկարահանված կադրեր է հրապարակել։ Տեսանյութում ադրբեջանցի աշակերտները բեմադրել են հայ գերուն նվաստացումը, ում պարտադրում են ասել Արցախն Ադրբեջան է։ Երեկ երեկոյան հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել Հաղթանակ դաշինքի ավականու անդամների եւ կողմնակիցների բնակարաններում։ Խուզարկություններն իրականացվել էին Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի բնակարաններում։ Խուզարկության ավարտից հետո դաշինքի մոտ 1 տասնյակ անդամներ ձերբակալվել են եւ տեղափոխվել հակակոռուպցիոն կոմիտե, այս մասին հայտնում էր հրապարակ կայքը։ Իսկ Նյուզեյը տեղեկացնում է քիչ առաջ, որ ընտրակաշարք ստանալու տալու եւ ընտրակաշարքի միջնորդության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի այս պահին 5 անձ։ Առաջարկում եմ ծանոթանալ մամուլի նորություններին, որից հետո կներկայացնեմ մեր հյուրին։ Իրավունքը գրում է, չնայած ընդհանուր ոգևորվածությանը եւ Նիկոլի մեծ գրառումներին, բայց նա, ինչպես վստահեցնում է ՔՊ-ից լավատեղյակ աղբյուրը, այնքան էլ ոգևորված չէ վաղարշաբաթի ընտրությունների արդյունքներից։ Ճիշտ է, իշխանությունը վերցրին, բայց թվաբանությունը նրան հույսեր չի ներշնչում։ Այսինքն մոտ 70,000 գրանցված ընտրողներից նա ստացել է ընդամենը 15,000-ի ձայնը, 20%-ից մի փոքր ավելի։ Լավ, ենթադրենք գրանցված ընտրողների թիվն ուռճացված է, ռեալ կա մի 50,000, էլի 15,000-ը որակ չէ։ Հաշվի առնելով նաև, որ ստիպված էին կիրառել եղած ողջ ռեսուրսը, անգամ այլ մարզերից էին ԿՊՀ-ականներին բերել օգնության։ Բայց չէ, որ ազգային ժողովի ընտրություններում այդ ռեսուրսը պետք է ողջ երկրով մեկ բաժանել։ Իրավունքը գրում է, ԿՊՀ-ականների շրջանում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն վաղարշաբաթի ընտրությունների արդյունքները մի այլ կարգի դրայվ է հաղորդել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս ընտրությունների ամփոփման գիշերը անձամբ է զանգահարել ՏԿ նախարարին ու ասել, որ չէր սպասում, բայց հիացած է իր ներդրած ուժերով։ Ավելին, ըստ նույն լուրերի, ՏԿ նախարարը շուտով էլ ավելի բարձր պաշտոնի կգնա։ Իսկ կաթողիկոսի դեմ արշավի գործնական մեկնարկը նախատեսվում է վաղարշաբաթի քաղաքապետի երթմնակալության օրը։ Հրապարակը գրում է, Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Արձանագրել են Հայաստանում ժողովրդավարության հետընթաց, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը։ Դուք դիտում եք օրագիրը, այսօրվա իմ հյուրն է Պոլիտիկ AM կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։ Պարոն Մուրազի, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Վաղարշաբաթ համայնքի ընտրություններից հետո այս իշխանությունները սկսել են իրենց ճնշող գործողությունները, այո, եւ արդեն հայտնի է, որ հակակոռուպցիոն կոմիտեի հարուցած գործի վարույթով 5 ձերբակալված անձ կա եւ ամենայն հավանականությամբ հենց Հաղթանակ դաշինքից, որոնք հիմնական մրցակիցներն էին ՔՊ-ի ու բավականին լավ արդյունքներ ցույց տվեցին։ Նիկոլ Փաշինյանը սրանով ինչ է իր բռնապետական դրսևորումներն է իրականացնում, թե սա ավելի շատ ազդանշան է ընդդիմադիրներին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը դրանով երկու խնդիր է լուծում իմ գնահատմամբ։ Նախ առաջինը հանրությանը ուզում է ցույց տալ, որ այն ձայները, որ ապահովել է Հաղթանակ դաշինքը 30% եւ ավելի, գրեթե 32%, դա ընտրակաշարքի կամ ինչ-որ ֆինանսական մանիպուլյացիաների հետևանք է, այսինքն այդ դաշինքը հանրային աջակցություն չունի, սա մի խնդիր, եւ երկրորդը բնական է, չէ, որ այդ ձայները հավաքվել են այն բանի շնորհիվ, որ այդտեղ կան կարող մարդիկ։ Այդ կարող մարդկանց մեկուսացնելու նաև համապետական ընտրություններից առաջ նպատակը քրեական գործեր կկախեն, չգիտեմ, ինչ որ գործեր կկարեն։ Այս երկու խնդիրն է լուծում, որովհետև այնուամենայնիվ ինչքան էլ որ իշխանությունները փորձում են ստեղծել տպավորություն, որ իրենք ջախջախիչ հաղթանակ են տարել, հաղթանակ, այո, հաղթել են եւ սա պիտի քննարկել նաեւ մի այլ տեսանկյունից, որ սա մեր Պաստորեն ընտրական օրենսգրքի խնդիրն է, որ
մեծամասնություն չստացած ուժը կարող է իշխանություն վերցնել։ Սա անթույլատրելի է եւ սա նախկին իշխանությունների ժամանակվանից է գալիս, որը այսպես առատորեն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, որևէ համայնքում 50+ աջակցություն չունեցող ուժ չպիտի իրավունք ունենա իշխանություն վերցնելու, եթե կոալիցիոն գործընկերություն եւ իրենք միասին չեն դառնում 50+, հա։ Եվ այս առումով իրենք լավ հասկանում են, որ ոչ մի ջախջախիչ հաղթանակ էլ չեն տարել, մեկ։ Երկրորդ իրենք հասկանում են, որ այն ռեսուրսները, որոնք ներդրվել են Վաղարշապատ խոշորացված համայնքի վրա, իրենք չեն կարողանալու համապետական ընտրությունների վրա ժամանակ նման ռեսուրսներ կուտակել, հիմա բացատրեմ ինչի մասին եմ խոսում։ Որովհետև այդ դեպքում ամբողջ հանրապետության ոստիկանությունը, ամբողջ հանրապետության իրավապահ համակարգը, ԿՊ-ի ամբողջ նյութական միջոցները ուղղված էին մի խոշորացված համայնքի վրա։ Լավ, այսպեսի հարց, եթե ավարտեմ հարցը կտակ։ Բայց համապետական ընտրությունների ժամանակ 70 նման խոշորացված համայնք կա եւ կա 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևանը։ Այսինքն հնարավոր չէ նման միջոցներ կուտակել եւ ստանալ նման արդյունք։ Իրենք լավ գիտեն, որ համապետական ընտրությունների ժամանակ 48% որևէ պարագայում չեն ստանալու, եթե կեղծիքների եւ կոպիտ ընտրախախտումների չեն գնալու։ Մյուս կողմից իրենց համար որքան էլ որ այո ընդդիմությունը չկարողացավ իշխանություն վերցնել, իրենք երկար ժամանակ համոզել էին, որ իրենց որ այն ուժը, որը փոխկապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ, ունի հանրային աջակցություն։ Հիմա այս խնդիրն էլ իրենք չկարողացան լուծել։ Իրենք նաև ցույց էին տալիս, որ ընդդիմության մեջ չկան այլ կարող ուժեր, բայց օրինակ Մայր Հայաստանը ցույց տվեց, որ կարողանում է անցողիկ շեմը հաղթահարել նոր ուժ լինելով, արդեն երրորդ համայնքն է, որտեղ իրենց ներկայությունն են ապահովում։ Այսինքն, բացի նրանից, որ կա ավանդական խորհրդարանական ընդդիմությունը, գլխավոր ընդդիմադիր ուժը, որը կարելի է ասել, եթե իրենք դա ինտերպրետացնում են համապետականի վրա, հա, ոչ միայն պահպանել է իր 21%, այլ դարձրել է 30%, ինչ է ես այդքան էս բան չեմ համաձայնի կասեմ ինչու։ Եվ ստեղծվել է նոր ուժ, որը եւս անցողիկ շեմը հաղթահարում է եւ կարողանում է տոկոսներ արձանագրել, հա։ Իրենց համար սա էլ էր անսպասելի, այս իրավիճակը։ Չնայած որ ընդդիմությունը չկարողացավ իշխանություն վերցնել, ես ձեզ ասեմ, բոլոր հնարավորությունները կար, բայց իշխանություն վերցնելու, որովհետեւ որոշակի կարող էին վերցնել, եթե վարչական լծակ, ինչպես լրատվամիջոցներն են գրում, դիտորդներն են արձանագրում, բոլոր վարչական լծակները գործադրվեցին։ Դե այնտեղ տեսեք, օրինակ հայրենիք կուսակցությունը հնարավորություն ուներ անցնելու։ Ուղղակի ինչ որ բան իրենց պակասեց, վերջին օրերին իրենց աշխատանքն էլ բավական պասիվ էր։ Մյուս կողմից, եթե ձայներ փոշիացնող ուժեր չմասնակցեին ընտրությունների եւ չփոշիացնեին ձայներ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ուժի 19 մանդատներից 3-ը 4-ը փոշիացված ձայներից են գնացել իրենց։ Այսինքն այն կուսակցությունները կամ քաղաքական ուժերը շանսեր չունեին, անցողիկ շեմը չեն հաղթահարել եւ իրենց ձայների զգալի մասը գնացել է քաղաքացիական պայմանագրին, որտեվ ի վերջո 100%-ը պետք է վերականգնվի, չէ՞, բանում ավականում։ Այնպես որ պատկերը միանշանակ չի։ Պատկերը միանշանակ։ Ես կարծում եմ ընդդիմության համար միանշանակ պատկեր կարող է լինել մի պարագայում, եթե ընտրություններին մասնակցեր նաև մեր ձևով շարժումը, այդ պարագայում մենք ամենայն հավանականությամբ հաղթանակ դաշինքից որոշակի տոկոսների նվազում կլիներ, բայց նաև կլիներ իշխանության տոկոսների նվազում։ Մյուս կողմից մասնակցությունը կակտիվանար, այսինքն որովհետև իշխանությունների հաղթաթուղթը որն է, որքան քիչ քաղաքացի է մասնակցում, իրենց տոկոսները ավելի բարձր են լինում։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե 3-4 հազար ավել քաղաքացի գնար ընտրության, իրենք 40% անգամ չէին հաղթահարելու։ Եվ իրենք դրա համար են տարբեր նաև ընդդիմադիր քողի ներքո հանդես եկող ուժերի միջոցով այսպես մոտիվացնում մարդկանց գնալ ընտրությունների, որովհետև իրենց ընտրազանգվածին, իրենք բերելու ձևը գիտեն, դուք տեսաք, մեքենաներով էին բերում, ծանոթ բարեկամներով էին բերում, այսպես շարք կանգնած մարդկանց բերում էին, որը ըստ էության ընտրախախտում չի, բայց լծակի գործադրում է, չէ՞, իրենք գիտեն իրենց ընտրազանգվածի 90%-ին կարող են բերել ընտրատեղամաս։ Ընդդիմությունը չունի այդ լծակները, ընդդիմությունը միայն խոսքով, մարդկանց համոզելով, ծրագրեր ներկայացնելով կարող է մարդկանց բերել ընտրատեղամաս։ Այս
կոնտեքստով մեր ձևովը կարող էր դերակատարում ունենալ եւ էական դերակատարում կունենար, ինքը կնվազեցներ իշխանության տոկոսները, այո, մի քիչ կնվազեցներ հաղթանակ դաշինքի տոկոսները, բայց կաներ այն գործառույթը, որը ցավոք սրտի չարեց հայրենիք կուսակցությունը եւ ամենայն հավանականությամբ այդ 3 ուժերի դաշինքը կվերցներ իշխանությունը։ Պարոն Մուրազի, դուք նշեցիք, որ վաղարշաբաթի ընտրությունների սցենարով չի կարողանա այս իշխանությունը նույնը պրոյեկտել 26-ի խորհրդարանական ընտրություններին։ Այդ դեպքում ինչու այսքան ճնշում գործադրել, ինչու այսքան լծակներ գործադրել, ամբողջ ԿՊ ներուժը կենտրոնացնել, նպատակը ո՞րն էր դրա։ Քարոզչական, իհարկե, քարոզչական, հիմա իրանք դա բավական երկար ժամանակ օգտագործելու են։ Հիմա իրանք տեսեք, իրենք գոնե այս տարի 2 պարտություն էին արձանագրել Գյումրիում եւ Փարաքարում։ Փարաքարում խայտարակ պարտություններ միանձնյա ուժի պարտվեցին, գրեթե 60% հավաքեց Վոլոդիա Գրիգորյանի ուժը, իսկ Գյումրիում ընդդիմությունը հավաքական ընդդիմությունը հաղթեց։ Հիմա եւ Փարաքարում եւ Գյումրիում իրենց բանը հավաքած տոկոսները 30-33-ի շրջանակում է եղել։ Սա է իրենց համապետականում էլ ես վստահեցնում, եթե մանիպուլյացիաներ չլինեն, եթե հասարակության մասնակցության ապակտիվացում չլինի, իրենց լավագույն երազում իրենք 30-33% են հավաքելու։ Ուրիշ հնարավորություն չունեն ուղղակի։ Վաղարշաբաթում այո, գործադրվեցին որոշակի գործիքներ, եւ նաեւ ընդդիմադիր ուժերից մեկը չմասնակցեց։ Ցավոք սրտի Մյուս կողմից իրենք հնարավոր բոլոր ռեսուրսները կուտակեցին այդ համայնքների վրա։ Եվ երրորդ պատճառը ընդդիմությունը նաև չկարողացավ շատ սրել քաղաքական պայքարը։ Իսկ ինչպես պետք է սրեր։ Օրինակ Արգիշտի Մեխակյանը այնտեղ դրած էր էլի որպես նվեր սրելու եւ իր հոր ժառանգությունը ուրանալու հետ կապված, այս կարելի էր բավական սրել։ Լրատվամիջոցները շեշտադրումը հենց դրա վրա էին անում հիմնականում։ Շեշտադրումը պիտի ավելի խորացնել, այսինքն պետք էր ստեղծել ընտրական կոնֆլիկտ եւ մարդկանց հետաքրքրությունը ի վերջո քաղաքական process-ները նաեւ շոու են։ Հիմա մարդիկ ավելի շատ նայում են action show-ներ, չէ՞, ասենք հիմա մարդիկ ես մի քիչ վատ համեմատություն կանեմ, հա։ Մարդիկ ավելի քիչ գիտական հաղորդումներ են նայում, քան կիսաբաց լուսամուտներ։ Մի քիչ պիտի կիսաբաց լուսամուտներ այս բանը մտցվեր էլի ընտրական պայքարում շոուի, իհարկե մասնակից ընդդիմադիր ուժերը բավական բարձր մակարդակ ունեցող ուժեր էին, բայց մի քիչ պիտի շոուն ավելացնեին։ Խաչիկ Մանուկյանը բոլոր հնարավորություններ ուներ ուղղակի ոչնչացնելու Արգիշտի Մեխակյանին, որպես նաև հերոսի հայր եւ արժանապատիվ հայր, ինքը այդ հնարավորություններ ուներ։ Այդ քարոզչական բանը չօգտագործվեց։ Մի խոսքով կան, այսինքն այս ընտրությունները իրանք բան չեն, ընդդիմության համար չպիտի լինեն այսպես ավարտական վերջ ամեն ինչ կորած է տրամաբանության մեջ։ Ոչ, այս ընտրությունները պիտի լինեն ընդդիմության համար վերլուծությունների հիմք։ Տեսեք, երբ ցանկացած նոր մեքենա է արտադրվում, ինքը միջև շուկա մտնելը վթար թեստերի է ենթարկվում, կոչվում crash test։ Իրանք ինչ են անում, մեքենան տանում վթարում են, մի բան կարևոր է, մեքենայում իրական ուղևորներ չեն, բայց բոլոր այս բաները կան, տվյալները գրանցող սարքերը կան, եւ այդ վթարից ելնելով թերությունները վերացնում են հաջորդ, այսինքն իրական մարդկանց տեղափոխող մեքենան ավելի անվտանգ է լինում։ Հիմա սա թեստ էր ընդդիմության համար, հիմա բացառիկ տվյալներ կան, այսինքն բացառիկ սոցիոլոգիական հարցման տվյալներ կան ընտրության պատկերի տեսքով, որը կարող են վերցնել, վերլուծել, մշակել ծրագրեր, մշակել քայլեր, առաջարկներ եւ համապետական ընտրություններին այդ սխալները ուղղած գնալ։ Ընդդիմության որոշակի շրջանակներ ասում են, որ սխալ է մարդկանց հույս տալ, ասել, որ դեռ աշխատելու ժամանակ ունենք մինչև 2026-ի ընտրությունները, որովհետև ամեն ինչ նույն սցենարով է գնալու, ԿՊ-ն նորից 2026-ին նույն լծակների միջոցով, նույն քարոզչամեքենայով հաղթելու է։ Եվ Դե ասում են, որ բարձրապես մարդկանց հուսադրում եք իզուր տեղը։ Մկների ժողովուրդը մեր մահը եկել, այսինքն ինչ են առաջարկում անել։ Արտագաղթենք այս երկրից, չէ։
Ինչ ահաբեկչություն անենք, Էդմոն Մարուկյանն ասում է։ Հիմա դες կարող են մեր տաղավարից ստանել ուղիղ։ Չէ, ես չեմ առաջարկում, ուզում ասեմ իրենք ինչ են առաջարկում։ Դե իրենք կարող են ասել, որ դուք առաջարկել եք։ Ես չեմ առաջ, ես եթե անեի այդ ընտրական process-ի կողմնակիցը չէի լինի, բայց ուրիշ առաջարկ ինչ կա։ Սահմանադրական երկու ճանապարհ կա, բողոքի ակցիաներ, ընտրություններ, չէ՞, հանրային այսպես։ Հիմա երկուստ էլ, բայց միանշանակ չեն, այսինքն այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը գնացինք ընտրա տեղամասեր, վերջ Փաշինյանը կգնա, այնպես չի, որ 100,000-ով դուրս եկանք, Նիկոլ Փաշինյանը կգնա։ Տարբեր կոմպոնենտներ են իրար կողք դրվելու, բայց ընտրական process-ով քաղաքական դաշտում քո ներկայությունը ապահովել պետք է, որպեսզի կարողանաս դու գործընթացներին մասնակից լինել։ Այսինքն ավելի շատ PR գործիքներից օգտվեն, քաղտեխնոլոգիաներից օգտվեն։ Ոչ միայն դրանից, այսինքն տեսեք, հիմա ցանկացած մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ցավոք սրտի Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածել է աշխարհաքաղաքական process-ի։ Եվ մենք շատ բան չի որ ներսում է որոշում, այսինքն շատ բան կախված է նրանից, թե արտաքին ինչպիսի աջակցություն կլինի։ Հիմա Փաշինյանը ունի թուրքական աջակցություն եւ ադրբեջանական աջակցություն։ Ընդդիմությունը ցավոք սրտի դեռ այս պահին չի կարողացել լիարժեք աշխարհաքաղաքական աջակցություն ստանալ։ Բայց որpիսի այդ աջակցությունը լինի, հիմա պատկերացրեք աշխարհաքաղաքական կենտրոնները, հիմա Նիկոլ Փաշինյանը թուրքերին ասում է, ես եմ իշխանություն, դուք ունեք ծրագրեր այստեղ իրականացնելու, ես կիրականացնեմ։ Եվ թուրքերը տեսնում են, որ ինքը իշխանություն է եւ ինքը իրականացնում է։ Հիմա որpիսի աշխարհաքաղաքական կենտրոն, որի շահերը համընկնում են հայկական շահի հետ, հա, ոնց է ինքը որոշել ում է դա աշխատել, ասենք կարող եմ ես գնալ ասել եկեք ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, ինձ աջակցեք կամ հանուն իմ այն գործընթացները որ ես կմեկնարկեմ արգելափակեք Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ոնց պիտի իմանան ես ով եմ։ Ընտրական process-ի մասնակցություն պիտի իմանան այդ ուժը ինչպիսի աջակցություն ունի, հայկական օրակարգին ինչպիսի սատարում կա եւ իրենք արդյոք Թուրքիայի ազդեցությունը արգելափակելով արդյունքի հասնելու է այս ուժը։ Իրենց ազդեցությունը կմեծացնեն։ Չէ, իրենց ազդեցության մասին չի խոսքը։ Իրենք հասկանում են հիմա այդ կենտրոնների իրենք հասկանում որ հայկական շահը իրենց շահի հետ համընկնում է տարածաշրջանում։ Իրենք հասկանում են որ այս իշխանությունը, որը թուրքական օրակարգ է սպասարկում, իրենց դեմ է այդ օրակարգը։ Թուրքիայի հո գերխնդիրը Հայաստանը չի։ Թուրքիայի գերխնդիրը Հայաստանով ուրիշ պետությունների հարցեր լուծելն է։ Հիմա այդ ուրիշ պետություններն էլ պիտի ուզենան, որ Հայաստանը իրենց դեմ գործիք չդառնա։ Հետևաբար, որպեսզի Հայաստանը իրենց դեմ գործիք չդառնա, Հայաստանում պիտի լինի հայկական շահով առաջնորդվող իշխանություն, հայկական շահը, որովհետև չի թելադրում, որ Հայաստանը գործիք դառնա իր բարեկամ հարևան երկրների դեմ։ Հայաստանը ոչ էլ դառնալու է գործիք Թուրքիայի դեմ։ Հայաստանը իր շահերը գիտակցելով Թուրքիայի հետ պիտի այսպես բալանսավորված հարաբերություններ ունենա, հասկանալով որ մենք Թուրքիայի չենք կարող կուլ տալ, տարածաշրջանից չենք կարող հանել, բայց մենք չպիտի թույլ տանք որ Թուրքիան մեզ կուլ տա։ Կամ տարածաշրջանից հանի, հա։ Պարոն Մուրազի առաջարկում է մեր զրույցը շարունակել մամուլի նորությունների երկրորդ բաժնին ծանոթանալուց հետո։ Հրապարակը գրում է. Վաղաշաբաթ համայնքի սիրտը հանդիսացող Էջմիածին քաղաքում ՔՊ-ն ընդամենը բնակչության 30%-ի քվեն է ստացել։ 18882 էջմիածինցի է ընտրություններին մասնակցել, որից ընդամենը 6812-ն է քվեարկել ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին։ Ընդ որում հատուկ ընդգծենք, որ նախընտրական փուլում Մեխակյանը խուսափել է եկեղեցու դեմ արշավի թեմայով խոսելուց եւ բավականին բալանսավորված քարոզարշավ է տարել։ Եկեղեցու հետ իշխանությունների հարաբերությունների մասով անգամ տակերում հստակեցրել է, որ ինքը եկեղեցու դեմ արշավը չի ողջունում։ Ընտրություններում իր ստացած 15296 ձայների մեծ մասն էլ Մեխակյանը ստացել է հայրենի Խոյ համայնքն ընդգրկող 16 գյուղերից։ Փոխարենը հաղթանակ դաշինքի տեխնացու Սևակ Խաչատրյանը Էջմիածին քաղաքում հաղթել է Արգիշտի Մեխակյանին, այստեղից ստանալով իր ձայների 70%-ը, 7064 ձայն։ Հրապարակը գրում է. Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից, հայտարարելով, որ ցորենն իրենք չեն բերում, այլ մասնավոր ընկերություն։ Հայտնի է, որ բերողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է, որը Ղազախստանից անվորակ 4-րդ կարգի ցորեն է ներկրել։
Ներգրող ընկերության պատասխանատուներից մեկից թերթը պարզել է, որ կառավարությունն ուղղակի պարտադրել է իր PR-ի համար Ղազախստանից ներկրում իրականացնել։ Թերթին վստահեցրել են, որ ներկրված 15 տոննա ցորենն այլուր չի դարձել։ Թե պետէկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե ով գիտի, քանիսը պետք արդեն կերել այդ այլուրից թխված հացը։ Թերթը հետաքրքրվել է, ինչ են արել ղազախական ցորենը։ Աղբյուրն ասել է, մի մասն օղու արտադրության մեջ են կիրառել, մի մասը որպես անասնակեր։ Իդեպ ճանապարհը բացելու այս PR-ի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է իր ցորենի գինը, որի հետևանքները քաղաքացիները գուցե շուտով զգան իրենց մաշկի վրա։ Ժողովուրդը գրում է. 3 ՀՑԿՀ պաշտոնապես հայտարարեց, որ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները։ Մինչև պետությունը առաջիկա 3 ամսում որոշում կկայացնի, ինչ ուղղությամբ է առաջ շարժվելու։ Բանն այն է, որ այսօր նոյեմբերի 18-ին լրանում է Պետրոսյանի պաշտոնավարման այն 4-ամսյա ժամկետը, որի համար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարիչ։ Թերթին կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Պետրոսյանին հորդորել է չլքել ՀԵՑ-ը, մինչև բանակցությունների միջոցով նոր գնորդների կգտնեն։ Օրագիրը շարունակում է իր աշխատանքն ուղիղ եթերում։ Պարոն Մուրազի, անդրադառնանք վաղարշապատի հաղթանակ կուսակցությունների դաշինքի ավականու անդամների կամ պարզապես անդամների արդեն ձերբակալություններին, որովհետև դատավարական կարգավիճակ ունի այս պահին 5 անց։ Այս իշխանությունը ինչ է փորձում անել, ուզում է կաթվածահար անել նորընտիր ավականու աշխատանքները, թե ինչ է տեղի ունենալու։ Աշխատանքը կաթվածահար չի արվի, իրենք փորձում են չեզոքացնել կարող ուժերին, որոնք համապետական ընտրություններից առաջ կարող են խանգարել իրենց։ Հիմա վաղարշապատում այդ թիմը ցույց տվեց, որ կարող է խանգարել իրենց եւ բավական զգալի տոկոսով։ Գիտեք, իրենք ենթադրում եմ սպասում էին կամ շատ կուզեին, իհարկե սպասելը իրենք տվյալների տիրապետում էին, բայց շատ կուզեին, որ բոլոր ընդդիմադիր ուժերը այսպես մի կերպ անցողիկ շեմը հաղթահարեին, որ ասեն դե հեսա ժողովուրդը ձեզ մերժում է, էլի էս չէ, իրականում այդպես չէր։ Եվ առնվազն հաղթանակ դաշինք այսպես շատ մեծ կտորով, Հայաստանը շատ հանգիստ անցավ, չնայած 4%-անոց շեմ էր, որպես կուսակցություն, բայց 5 ու քանի տոկոս հավաքեց, այսինքն որևէ խնդիր չկար, իրենք չկարողացան, այսինքն իրենց ցանկությունը իրականություն չդարձավ։ Եվ հիմա հաղթանակ դաշինքը պետք է թիրախ դառնա, որովհետև ընտրություններից առաջ պետք է մարդկանց վախեցնել, տեղում ձայներ ունեցող մարդկանց, քրեական գործեր կախել վրաները, որ եթե անգամ ազատության մեջ լինեն, ասենք ինչ որ կարգավիճակ ունենան մեղադրյալի։ Եվ մարդը ենթագիտակցորեն միշտ ինչ որ բան պակաս է անելու, չեմ ասում օրենք են խախտում, այլ օրինականության մեջ են ինչ որ բան պակաս կանի, ենթադրաբար ոչ բոլորը, բայց ինչ որ մարդիկ կգտնվեն, չէ, որպեսզի իշխանության աչքին շատ չերևա։ Բայց դա աշխատող մեթոդ է, չէ։ Դե դրա համար էլ անում են։ Եվ բնականաբար կարող ենք ենթադրել, որ 2026-ին ընթരാճ այդ ալիքը սաստկանալու է, ինչպես գրում են շատ քաղաքագետները։ Բայց այստեղ շատ կարևոր է նաև Սևակ Խաչատրյանի դերը, որտեղ մարդը մաքուր քաղաքական կերպար է եւ այսպես ուղղակի ճնշելով իր հարցերը չեն կարող լուծել։ Նույն Էջմիածին քաղաքում Սևակ Խաչատրյանի դաշինքը, այսինքն Սևակ Խաչատրյանը շատ ավելի ձայն է ստացել, քան Արվեստի Մակրյանը։ Սա էլ էլի, սա պետականության ոչնչացման ձևերից մեկն է, երբ ընտրությանը հաղթելու համար վաղարշապատ համայնքին միացնում են ուրիշ խոշորացված համայնք, ասենք եթե իրենց Արգիշտի Մեխակյանը Մեղրիում ձայներ ունենար, Մեղրին կմիացնեին վաղարշապատին, կդարձնեին վաղարշապատ խոշորացված համայնք։ Կամ ասենք, չգիտեմ, որտեղ Սփյուռքում մի համայնքում ձայն ունենային, այդ համայնքը սա աբսուրդ, սա ծաղր է պետության նկատմամբ իրականում, էլի։ Հատկապես ժողովրդավարության բաստիկ։ Կարող էին միայն Արգիշտի Մեխակյանից փողոցը, տունը միացնեին վաղարշապատ խոշորացված համայնքի, գիտեք, սենց ծաղր օրենքի պետության ինստիտուտների նկատմամբ երբեք չի եղել Հայաստանում։ Վաղարշապատի սա գիտեք, սա նաև տարածաշրջանում են, աշխարհում են տեսնում, չէ՞, թե մենք ինչպիսի պետականություն, այսինքն սա պետականությունն է, որտեղ ընտրությանը հաղթելու համար համայնքներին միացնում են, բաժանում են, չգիտեմ, նախասիրությունների ու ցանկության։ Պարոն Մուրազի, նաև վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը երկար գրառում կատարեց, որտեղ նշել էր, որ այս ընտրություններով իրենք հավելյալ արտոնություն կամ ոգևորություն ունեն, մայրաթոռը, ինչպես ինքն է ասում, Վեհարանը ազատելու համար։ Ասեց իրեն լիցքավորել են։ Այո։
Ես չգիտեմ, ինքը կարող էր ինչ-որ գյուղապետի ընտրություն կազմակերպել, այդ համարել, որ այդ գյուղապետը իրան լիցքավորել է, բայց այդպես չի, որովհետև նախ իրենք 50+ չեն ստացել, սա մեկ։ Երկրորդը վաղարշապատցիները լրիվ ուրիշ բան են լիցքավորել, կապ չունի Վեհարանի հետ այդ ամեն ինչ էլի։ Իրենք 50+ չեն ստացել։ Օրակարգը լրիվ ուրիշ է եղել։ Եվ աբսուրդ է կարծել, որ այս իշխանությունները 48.1%-ով ստացել են վաղարշապատցիների հավանությունը Վեհարանի վրա հարձակվելու։ Մյուս կողմից Վեհարանը վաղարշապատի հոգևոր կենտրոնն է, չէ՞։ Վեհարանը Հայաստանի Հանրապետության, անգամ Հայաստանի Հանրապետության հոգևոր կենտրոնը չի, ամբողջ հայության հոգևոր կենտրոնն է։ Այո, այսինքն վաղարշապատում իրենք ընտրությունները քրքաշ հաղթել են 48%-ով։ Եվ դա համարում են որպես բան է, դաբրո են տվել վաղարշապատին։ Իրականում այդպես չի, իրականում իրենք կեղծում, իրենք լավ գիտեն, որ նման աջակցություն չեն ստացել, եւ իրենք բարձ է քարոզչական նպատակով կարող են փորձել օգտագործել։ Բա այդ դեպքում ինձ հետաքրքիր է գյումրեցիները ինչով են լիցքավորել Նիկոլ Փաշինյանին, երբ որ իրենք այնտեղ 33% ստացան։ Չէ՞ կոնկրետ արդյունքներ սպասենք դրանից։ Իսկ կարող է գյումրեցիները լիցքավորեցին, որ ինքը ուղղակի դուրս գա կառավարությունից, որովհետև 33%-ը խայտարակություն էր ուղղակի իշխող ուժի համար։ Եվ իրենք պարտվեցին։ Բա փարաքարցիները ինչով լիցքավորեցին Նիկոլ Փաշինյանին։ Սա դասական իմաստով մանիպուլյացիա է, տեսա այսօր թերթերից մեկը շատ հեղինակավոր հարգարժան մեր թերթերից մեկը գրել էր, որ ու սկսել էր թվերը հաշվել։ Այ ինչ եք թվերը հաշվում, ժողովուրդ, վաղարշապատի հոգևոր կենտրոնը չի բայրաթոռը։ Անկամ եթե այնտեղ 96% հավաքեն, կրկնակի આવે։ Գիշտի Մեխակյանը, ինչպես մամուլներ գրում, հորդորել է Նիկոլ Փաշինյանին մայրաթոռի դեմ որևէ։ Ես չեմ հավատում, Արգիշտի Մեխակյանն ինքն իր հորը կեղծեց, ասաց հայրը ասելա հողերը պիտի տան։ Բա որ հայրը ասում էր հողերը պիտի տան, ինչ էր գնացել ազատագրությանը մասնակցում եւ զոհվել, ինչու էր հենց այդ հանձնվող հողերում Մեխակավան անունով բնակավայր հիմնվել։ Ես չեմ հավատում։ Դժվար է տղան այդպես բան ասած լիներ Նիկոլ Փաշինյանին։ Ռիսկ աներ այդպեսի բան ասելու, ուղղակի դուրս կշպրտեին այդ ցուցակից, այդ պաշտոնից, չգիտեմ։ Եվ ասենք բանը, Աչափնյակը կմիացնեին վաղարշապատին, Վահագն Ալեքսանյանին կառաջադրեին, էլի։ Այնպես որ չեմ հավատում դրան, որ այդպեսի բան է ասել, բայց մի բան ակնհայտ է, որ այդ ընտրությունները Վեհարանի մասին չէին։ Մարդիկ այդպես օրակարգով չեն գնացել ընտրության։ Անդրադառնանք նաև հեծը լիցենզիայի ձեռքելուն ու դրան հաջորդող իրողություններին Ռոմանոս Պետրոսյանը շարունակելու է կատարել ուրեմն հեծի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, քանի դեռ կառավարությունը այս մասով հստակ որոշում չունի, երրորդյա ժամկետ է սահմանվում, բայց իրականում հեծի մասով ինչ հնարավոր վտանգների կարող են առնչվել, հատկապես որ կառավարությունում նաև բարձրաձայնում են երկու սցենարայով, որոնցից մեկը բաժնե մասերով ընկերությունը վաճառքի անելն է կամ վաճառել մեկ այլ ընկերության եւ հեծի նախկին ղեկավարը այդ մասով արդեն որոշակի մտահոգություններ արտահայտել էր։ Բարի ուղիղ իմաստով ռեկետ է 90-ականներին Հայաստանում էլ կար, բայց ավելի շատ կար Ռուսաստանի Դաշնությունում ռեկետյորներ կային, որ գնում էին մարդկանց բիզնեսը խլում էին կամ հարկ էին դնում վրան, ասում են չտաս կսպանենք։ Հիմա ի՞նչ է Սամվել Ալեքսյանին ասում են հեծը չտաս բռնում ենք քեզ։ Կա բանտարկել են մարդկանց Սամվել Կարապետյանը այսինքն սա դարձել է Նիկոլ Փաշինյանը պետությունը դարձրել է ռեկետյոր պետություն եւ շատ կարեւոր կապիտալ խլում են մարդկանցից այս սցենարները էական չեն երկու դեպքում էլ ապօրինություն այսինքն այս մարդիկ գնում են ապօրինի ճանապարհով բայց սա Նիկոլ Փաշինյանն հետաքրիր չի իրեն հետաքրիր չի հետո Հայաստանը ինչպիսի վարկանիշ կունենա իրեն հետաքրքիր չի Հայաստանը ինչպիսի պարտքերի տակ կընկնի, որովհետև արբիտրաժային դատարանը որոշումներ կարող է կայացնել, որովհետև Փաշինյանը ըստ էության իր ապագան չի կապում այս պետության հետ։ Իրենք համարում են, թե թողնելու են գնան այդ պարտքը մնալու է ժողովրդի վզին։ Ժամանակավոր հանգրվան։ Իհարկե, սա խոպան է իրենց համար աշխատել։ Դուք տեսաք, չէ՞, այսօր թերթերից մեկը գրել էր, որ նախարարը 3000 քանի $100 պայուսակ է կրում։ Գիտեն արդյոք Բաբկեն Թունյանի հարևան Պողոսները իմ շատ սիրելի քաղաքացիները, որ իրենց այդ բուլաթից ատամ ունեցող վարչապետի նախարարը մի քանի $1000 պայուսակ ունի։ Այդ ո՞նց ստացվեց, ո՞նց օլիգարխացան իրենք։
Մետրոյով երթևեկող պաշտոնյաներ են։ Դա Արայք Հարությունյանի աղջիկ վախտերն էր, երբ որ ինքը մետրով էր երթևեկում, հիմա օլիգարխացել են իրանք։ Բայց շարունակում են Փաշինյանի ատամը բուլաթից պահել, որ այդ ժողովրդին խաբեության մեջ պահեն, այսինքն խաբեն ժողովրդին, թե իբրև թե սրանք ժողովրդական կառավարություն են։ Հələ դուք ինքներդ մտածեք, սիրելի ժողովուրդ, ամեն մեկս մենք $3000 քանի ամսում ենք ծախսում, որ ինքը պայուսակ է գնել, կամ Աննա Հակոբյանի հագուկապը, Տուժելա Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանին պահում են որպես բանի ժողովրդական կառավարության վիտրինա, իր բուլաթից ատամով, այս կեղտոտ շորերով, բան այդ վիճակա։ Մնացածը, այո, ադրբեջանական կանաչի ծախողի գլխարկով, մնացածը օլիգարխացել են, Աննա Հակոբյանից սկսած, մնացած նախարարներով վերջացած, դուք տեսնում եք ինչ կյանքով են ապրում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը զոհել է իրեն հանուն ԿՊԵ-ականնի։ Նիկոլ Փաշինյանը, այո, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքը կարող է իշխանությունը պահել, քանի դեռ ժողովրդի ինչ-որ զանգվածի խաբում է, իսկ ժողովրդի ինչ-որ զանգվածի, որը ցավոք սրտի սոցիալապես այդքան էլ լավ չի ապրում, սա մեր պետության բացն է, այս 30 տարիների, իրենց պիտի համոզի, որ ինքը այդ ժողովրդին ման աղքատ է, Նիկոլ Փաշինյանը աղքատ չի, սիրելի ժողովուրդ, մի խաբվեք բուլաթից ատամին, մի խաբվեք այդ արտաքինից ոչ այդքան հաճելի փնթի կերպարին, մի խաբվեք ադրբեջանական այդ կանաչի ծախողի գլխարկին, Նիկոլ Փաշինյանը աղքատ չի, եւ մի բան էլ նկատենք, երկրորդ նախագահը եթե հիշում եք նկատեց, որ աղքատությունը աճել է, ոչ միայն նվազել է, եւ սրանք մի քիչ բաներ են փոխել, աղքատության բանաձևեր են փոխել, թիվը գուցե մի քիչ նո, բայց իրական աղքատությունը շատ մեծ է։ Վարդան Արամյանն էլ մեծ զրույցում նշեց, որ 2018-ից հետո աղքատ մարդիկ սկսել են ավելի աղքատ ու ավելի։ Այո, Մեսրոպ Արաքելյանը մի թիվ էր հրապարակել, ընդ որում պաշտոնական թվեր, ասեն 1 միլիոնից ավել մարդ Հայաստանում չի կարող 2 օրը մեկ, ինչը անհրաժեշտ է մարդուն, մսով ճաշ ուտել։ Բայց ինչու է Նիկոլ Փաշինյանը աղքատությունը աճեցնում, որովհետև Փաշինյանի համար Փաշինյանն իր համար ընտրազանգված է մեծացնում, որովհետև աղքատ մարդիկ հավատում են Նիկոլն էլ է աղքատ։ Եվ ինքն հարուստներին պատժելու է, բերելու է փողը իրենց տա, հույսով աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչ անում։ Նիկոլ Փաշինյանը այո, հարուստներից փողը վերցրել է, բայց տվել է Աննա Հակոբյանին, տվել է այդ նախարարներին, ոչ շարքային քաղաքացիներին։ Ընդ որում արդեն հիմա հարուստների հետ ախպերություն են անում, եթե նկատել եք, ներողություն ես բառի համար։ Հիմա այն նախկին օլիգարխիան, որից զզվում էր ժողովուրդը, եւ արդարացիորեն էր զզվում։ Այդ օլիգարխները դարձել են Նիկոլ Փաշինյանի բացահայտ ախպերները։ Լավ, Սամվել Ալեքսանյանի դեպքը կա, չէ՞։ Մարդը ինչ որ մի վարքյան վատ է զգացել իրեն։ Դավիթ Համբարձումյանն ինչի համար են տարել բանտարկության, որ իբրև թե ինքը 2018-ին ցուցարարներին խանգարել է ցույցի գնալ։ Կադրեր չկան, որտեղ Դավիթ Համբարձումյանը նման գործողություն է անում։ Չնայած կարող է լինել, բայց կադրեր կան դրա փոխարեն, որ Սամվել Ալեքսանյանն ինչպես է քացով հարվածում ցուցարարի 2018 թվականին։ Սամվել Ալեքսանյանը չի պատժվում։ Արսենյանը ջերմուկի չի պատժվում, ավելին Արսենյանի տղան դառնում է մարզպետ, քաղաքապետ, հետո մարզպետ մտնում է ԿՊ։ Այսինքն ժողովուրդը պիտի հասկանա, որ այս մարդիկ աղքատների շահերի ներկայացուցիչները չեն։ Այս մարդիկ նախկին օլիգարխներին պատժողները չեն, այս մարդիկ նախկին օլիգարխների հետ օլիգարխացել են, արդեն այսպես քավոր սանիկական հարաբերություններ են ձևավորվել եւ ուղղակի ժողովրդին ծաղրում են։ Ցավոք սրտի ժողովրդին ծաղրում են եւ ուրախանում են, թե ոնց են կարողանում մի կողմից շքեղ կյանքով ապրել, մյուս կողմից ժողովրդին խաբել, համոզել, թե իրենք եկել էին այդ նախկին օլիգարխներին պատժելու։ Ժողովուրդը թողտենա լավ, ով է Արսենյանը, ով է, այսօր որ Վայոց ձորի մարզպետն է։ Նախկին սիրելի ժողովուրդ, ձեր կողմից արդարացիորեն ատելի օլիգարխի տղան չի, տղան է։ Սամվել Ալեքսանյանը պատժված է, ոչ։ Տասնյակ այսպես օլիգարխների անուններ կարող ենք տալ։ Պարոն Մուրազի, մեր զրույցի վերջում որպես ամփոփում, արդյոք այս աղքատ մարդկանց իրականությունը ցույց տալու հարցում նաև ընդդիմությունը չպետք է աշխատի։ Այս մասին բազմաթիվ քաղաքագետներ են ասում, որ պետք է այդ մարդկանց հետ խոսել։ Ընդդիմությանը, որտեղ ընդդիմությունը, գիտեք ինչն է վատ։ Սրանք որ ստախոս են եւ օլիգարխացել են, դա հասկանալի է։ Ընդդիմության շարքերում իհարկե կան այսպես պարկեշտ մարդիկ շատ են, բայց ընդդիմությունն էլ
քանի որ նախկին իշխանության ներկայացուցիչներ են շատերը, իրենք չեն փորձում դուրս գալ այդ իրենց հարմարավետ զոնայից եւ գնալ ու մտնել ժողովրդի մեջ։ Եվ պատասխանել ժողովուրդը պիտի տարբերությունը տեսնի օլիգարխացած իշխանության եւ ընդդիմության։ Ընդդիմությունը պիտի իրենց դարդերով ապրի։ Եվ սա սովորական հանդիպումների մասին չի, ասենք, պիտի ամենօրյա աշխատանք տարվի։ Լավ, հիմա լավ, նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, չէ՞, օրինակ հաղթանակ դաշինքը։ Մայր Հայաստանը, ժողովրդի հետ ակտիվ աշխատեցին ու ժողովուրդը կարողացավ, չէ՞, ասենք 32%-ը քիչ բան չի։ Եվ արդյունքը երևաց ամեն։ Այո, այսինքն ժողովրդի հետ աշխատանքը չի կարող արդյունավետ չլինել։ Պետք է ուղղակի դա անել ոչ միայն նախընտրական քարոզարշավի ընթացքում, այլ դրանից առաջ, հետո ամենօրյա ռեժիմը մարդկանց ցույց տալ, գնալ ասել սիրելի ժողովուրդ, թեկուզ նախկին իշխանավորը գնա ասի դու ինձ ինչի համար ես ատում։ Դու ինձ ատում ես, այ Վայոց ձորի ժողովուրդ ջան, դու ինձ ատում ես Աշոտ Արսենյանի համար, բա հիմա ուր է Աշոտ Արսենյանը, իր տղան, ՔՊ-ում չէ։ Մալացիայի ժողովուրդ, դու ինձ ատում ես Սամվել Ալեքսանյանի համար, ուր է Սամվել Ալեքսանյանը։ Իր բիզնեսից մի մաս պակասել է, չէ։ Խոշոր առաջընթաց է ապրել, այո։ Ուր են մյուս օլիգարխները, հերթով գնալ ցույց տալ, որ այդ օլիգարխները այսօր Նիկոլ Փաշինյանի հետ են։ Եվ ժողովուրդը կտեսնի դա։ Մարդիկ կտեսնեն, որ իրենց պահում են դիտավորյալ աղքատության մեջ, որպեսզի խաղան այդ մարդկանց զգացումների վրա եւ խաղում են։ Եվ Նիկոլ Փաշինյանը խաղում է հրաշալիորեն։ Հեցի մասով կարծեմ բանաստիկ օրինական դուք գիտեք, որ հրապարակվեց տեղեկատվություն, որ մարդիկ եղել են Թուրքիայում։ Այո, ՀՑԿ-ը։ Ի վերջո էներգետիկ առումով, քանի որ մենք միշտ դրա մասին խոսել ենք, որ Փաշինյանը նվազեցնելով ռուսական ազդեցությունը մեծացնում է թուրքական ազդեցությունը, գնավ էներգետիկ ոլորտը պիտի պրոռուսական դաշտից, այսինքն ռուսական կապիտալի տեղափոխելու են, շատ բաներ են անելու, ատոմականն են փակելու, որովհետև թուրքերն են այդպես ուզում, տնտեսությունը շատ բան Հայաստանում չպիտի արտադրվի, դեք ասեն հիմա լոլիկ սմբուկ մնացած ինչ եք արտադրում, մենա Թուրքիայից կբերենք, կամ Վահան Քերոբյանի նման մեկը կասի ինչ եք Հայաստանում բերք ու բարիք արտադրում, գնացեք թուրք ֆերմերների մոտ աշխատեք, լավ էլ աշխատավարձ են տալիս։ Պարոն Մուրազի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեր ժամանակը սպառվեց, օրագրի հաջորդ թողարկումը վաղն է առավոտյան 11-ին, օրը թող բարի լինի։